Աստղաբան Թամարա Գլոբան փոքրիկ կանխատեսում է արել 2026 թվականի համար։ Հայտնի աստղաբան Թամարա Գլոբան կանխատեսում է արել գալիք տարվա համար։ Նա անվանել է այն կենդանակերպի նշաններին, որոնց համար 2026 թվականը հատկապես բախտավոր կլինի։ Ովքեր են այդ ամենահաջողակները։ Ցուլեր։ Ճանաչման ժամանակ։ Ցուլերի համար 2026 թվականը կլինի ճակատագրի իսկական նվեր։ Նրանք կկարողանան առաջ խաղացնել իրենց կարիերան եւ արժանանալ հարգանքի։ Գալիք տարին բարենպաստ է ցուլերի համար։ 2026 թվականը նրանց հնարավորություն է տալիս առաջ խաղացնել, ձեռք բերել ճանաչում, հարգանք եւ մասնագիտական աճ։ Վստահ է աստղաբանը։ Երկվորյակներ։ Վերադարձ արմատներին։ Աստղերը խորհուրդ են տալիս երկվորյակներին վերադառնալ ստեղծագործականությանը կամ վերանայել հին հարաբերությունները։ Այս տարին նման է նոր փուլի նախապատրաստության։ Գլոբան կարծում է, որ սա փոփոխությունների եւ նոր հնարավորությունների ժամանակ է։ Խեցգետիններ։ Փոփոխություն եւ աջակցության ժամանակ։ Խեցգետինների համար տարին խոստանում է խոստումնալից լինել։ Նրանց կաջակցեն հովանավորներն ու ընկերները եւ նրանց կարիերան կարող է անսպասելի շրջադարձ ստանալ։ Սա անկայուն տարի է նրանց կարիերայի համար, նաեւ փոփոխություններ, ասում է Գլոբան։ Առյուծներ։ Հաջողության երկակիություն։ Առյուծները կարող են ակնկալել ստեղծագործական հաջողություն եւ հաջողություն տնից հեռու, սակայն ամեն ինչ վարդագույն չէ, հնարավոր են առողջական խնդիրներ։ Կան բազմաթիվ մոլորակներ, որոնք նպաստում են բախտին։ Նրանք հաջողություն են ապրում նույնիսկ տնից հեռու, զգուշացնում է աստղաբանը։ Ջրհոսներ։ Ազատագրում եւ նոր ուղիներ։ Ջրհոսները վերջապես ազատվել են Սատուրնի ազդեցությունից, նրանց սպասում են փոփոխություններ եւ բազմաթիվ նոր ուղիներ։ Գլոբան վստահ է, որ նրանց համար նոր հնարավորությունների եւ ազատության ժամանակ է գալիս։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հորոսկոպ, կենդանակերպի նշաններ, որոնց աստղերը կփայլեն հատուկ կերպով 2025 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերը միշտ չէ, որ մարմար ժամանակ է։ Ոմանց համար այս ժամանակահատվածը կնշանակի պայծառ սկիզբ, մի պահ, երբ հանգամանքները կբացվեն ամենաբարենպաստ ձևով։ Ամսվա էներգիաները կարծես հատուկ կերպով կարգավորված են կենդանակերպի ընտրված ներկայացուցիչներին աջակցելու համար, նրանց տալով եզակի հնարավորություններ եւ երկար սպասված պարզություն։ Կարիճներ։ Ձեր ներքին ուժի ժամանակը։ Այս ամիսը նպաստում է ստվերներից դուրս գալուն եւ ինքներդ ձեզ ինքնահաստատելուն։ Ձեզ կուղեկցի հատուկ վստահություն, որը կարող է վերացնել ձեր ճանապարհին առկա խոչընդոտները։ Ձեր մասնագիտական կյանքը մտնում է իր լավագույն ժամին, կհայտնվեն հնարավորություններ, որոնց հնարավոր է երկար սպասել։ Սա հավակնությունների, համարձակ հայտարարությունների եւ կարողությունների ցուցադրման ժամանակ է։ Բարդ խնդիրները, որոնք վաղուց մեծ նշանակություն են ունեցել, անսպասելիորեն կգտնեն նրբագեղ լուծումներ։ Ֆինանսական ոլորտում հաճելի իրադարձություններ են սպասվում, որոնք հնարավոր է բարելավեն ձեր ֆինանսական վիճակը։ Ձեր անձնական հարաբերություններում նոյեմբերը կառաջարկի խորության եւ հասկացողության հազվագյուտ զգացողություն։ Դուք կարծես կկարողանաք լսել ոչ միայն ձեր զուգընկերոջ խոսքերը, այլև նրա իրական զգացմունքները։ Այս անտեսանելի կապը կամրապնդի ձեր միությունը, այն դարձնելով իսկապես երկարատև։ Այս ժամանակահատվածում ձեր ինտուիցիան ուժեղանում է, վստահեք ձեր ներքին ձայնին, այն կդառնա ձեր ամենահուսալի ուղեցույցը։ Ձկներ։ Ոգեշնչման եւ ներդաշնակության ալիք։ Աշխարհը կլցվի գույներով եւ իմաստներով, որոնք ոգեշնչեն ձեզ նոր նվաճումների։ Այս ամիսը իդեալական է ձեր երևակայությունը բացահայտելու եւ ձեր մտքում հասունացողը գիտակցելու համար։ Ստեղծագործական ջանքերը կստանան հզոր խթան։ Նախագծերը, որոնք թվում էին թե կանգ են առել, հանկարծակի կենդանություն կստանան եւ կսկսեն զարգանալ նոր թափով։ Սիրելիների եւ ընկերների հետ շփումը ոչ միայն ուրախություն կբերի, այլև կդառնա անսպասելի հայտնագործությունների աղբյուր ձեր եւ ուրիշների համար։ Հնարավոր են փոքր, բայց շատ դրական իրադարձություններ, որոնք արմատապես կփոխեն ձեր հուզական վիճակը դեպի լավը։ Այս ժամանակահատվածը նպաստում է ոչ միայն ակտիվության, այլև լռությանը։ Գտեք ժամանակ միայնության եւ ապագայի մասին մտորումների համար։ Այս հանգստության մեջ դուք կկարողանաք լսել ակնարկներ, որոնք կօգնեն ձեզ ամեն ինչ իր տեղը դնել։ Նոյեմբերին ձեր զգայունությունը թուլություն չէ, այլ հզոր գործիք աշխարհի նուրբ թրթռումները ընկալելու համար։ Ցուրեր։ Ձեր հաջողության համար ամուր հիմք։ Այս ամիսը խոստանում է կայունություն եւ համակարգված առաջընթաց։ Դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեք կյանքում ձեր դիրքը ամրապնդելու համար։ Ֆինանսական եւ ռեսուրսների հետ կապված խնդիրները կհայտնվեն առաջին պլանում եւ դրանց լուծման հարցում ձեզ կտրվի բացառիկ պարզություն։ Սա հիանալի ժամանակ է ձեր գործերը կազմակերպելու, միջոցները իմաստուն կերպով բաշխելու եւ ապակա բարգավաճման հիմքը դնելու համար։ Աշխատանքի վայրում ձեր ջանքերը
աննկատ չեն մնա, դուք հավանաբար կստանաք արժանի խրախուսանք կամ ճանաչում ձեր նվաճումների համար։ Ներդաշնակությունը կտիրի նաև ձեր անձնական հարաբերություններում, վերջապես հնարավորություն կունենաք կապ հաստատել նրանց հետ, ում հետ հյուրընբռնումներ եք ունեցել։ Դուք կզգաք, թե ինչպես են ամրապնդվում ձեր կապերը ձեր մտերիմների հետ, ձեր բնածին հանգստությունն ու խոհեմությունը կդառնան ձեր ամենամեծ դաշնակիցները, օգնելով ձեզ հաղթահարել ցանկացած հնարավոր դժվարություն առանց ավելորդ սթրեսի։ Առյուծներ։ Փայլեք տիեզերքի ծափահարությունների ներքո։ Սա այն ժամանակն է, երբ ձեր բնական խարիզման եւ առաջնորդական որակները լիովին բացահայտվում են։ Այս ամիսը նպաստում է նրանց, ովքեր չեն վախենում ուշադրության կենտրոնում լինել եւ պատասխանատվություն կրել։ Ձեր մասնագիտական կյանքում բացվում են տպավորիչ առաջընթացների հնարավորություններ, ձեր նախաձեռնությունները կգտնեն ոգևորված աջակցություն, իսկ համարձակ գաղափարները կընդունվեն։ Հրապարակային ելույթները, շնորհանդեսները եւ ցանկացած միջոցառում, որտեղ դուք պետք է ցուցադրեք ձեր տաղանդը, կլինեն մեծ հաջողություն։ Ֆինանսական հաջողությունը նույնպես ձեր կողմն է, խոստանալով դրական փոփոխություններ եւ հաճելի անակնկալներ։ Ձեր անձնական կյանքը խոստանում է լինել կենսունակ։ Միայնակ առյուծներին կարող են սպասվել ճակատագրական հանդիպումներ եւ նոր սիրային հանդիպումներ։ Հարաբերությունների մեջ գտնվողները կզգան կրքի ու փոխադարձ հիացմունքի նոր ալիք։ Այս ամիս ձեր էներգիան հեղեղված է, օգտագործեք այս հզոր հոսքը նոր բարձունքներ նվաճելու համար։ Աղեղնավորներ։ Թարմ օդի եւ ազատության շունչ։ Այս ամիսը բերում է արկածախնդրության եւ հայտնագործությունների ոգի, որը կատարելապես համապատասխանում է ձեր ազատամիտ բնույթին։ Թարմ նորարարական գաղափարները կհարվածեն ձեզ, ոգեշնչելով ձեզ եւ արձագանք գտնելով ուրիշների մոտ։ Սա հիանալի ժամանակ է ապագա խոշոր նախագծերի հիմքը դնելու համար։ Ճանապարհորդությունները, նույնիսկ փոքրերը եւ նոր մարդկանց հետ հանդիպումները կտան արժեքավոր գիտելիքներ եւ անսպասելի աճի հնարավորություններ։ Կարիերայի առումով հավանական են հետաքրքիր համագործակցություններ, որոնք թույլ կտան ձեզ հասնել նոր բարձունքների։ Ձեր անձնական կյանքը լի կլինի հաճելի իրադարձություններով եւ ջերմ հանդիպումներով, ձեզ լիարժեքության զգացում պարգևելով։ Ձեր բնական լավատեսությունն ու աշխարհի հանդեպ բաց լինելը այս ամիս կգրավեն ձեզ, գրավելով բախտ եւ հետաքրքիր իրադարձություններ։